Ամալիա Հովհաննիսյանի Լայֆրում հաղորդաշարի սերշարկում հյուրընկալվել էին երգչուհի Մաշ Իսրայելյանը և ամուսինը Գարիկ Սաֆարյանը։ Star News-ը հետևեց զրույցին։ Զույգը խոստովանեց, որ երեխայի ծնունդով իրենք շատ են փոխվել։ Գարիկը նշեց. Մաշան էն վաղտ մանկական բաներ շատ ուներ։ Չէր հետևում, որ կարա տանից դուրս գա իրեն ճանաչեն որպես երգչուհի։ Կարար առօրյա դուրս գար։ Մանրուքների վրա աշխատելով արդեն ավտոմատ զգում ես, որ ահագին բան փոխվել ա։ Հիմա ոչ ինքն է առաջվանը, ոչ ես։ Հաստատելով ամուսնու միտքը Մաշան ասաց. Գարիկը կոպիտ էր ավելի ու շատ ժամանակ չէինք հասկանում միմյանց։ Հիմա մեր ջուրը այսպես ասած ավելի շատ ա նույն առվով հոսում։ Ինչպես ստացվեցին հարս և սկեսուր հարաբերությունները։ Թեմայի շուրջ խոսելով Գարիկը պատմեց. Մամայիս խոսքն ա, ամեն դեպքում հարսը հարս ա, աղջիկ չի կարա լինի։ Էս վերջում ասեց, որ շատ ա սիրում Մաշային ու ինքն իրեն արդեն հակասում ա։ Մամաս շատ խանդոտ ա, եթե օրը բացվեց, մի օր երկու օր չզանգեցի, նեղանում ա։ Վсё, ինձ մոռացել ես չես զանգում, Մաշան ա ինձ զանգում։ Մաշ Իսրայելյանը նշեց. Ես էլ եմ իմ սկեսուրին շատ սիրում։ Սկզբում անկեղծ կլինեմ, մեր հարաբերությունները չէին ստացվում ընդհանրապես, բայց ամեն ինչ ժամանակը գցում ա իրա տեղը։ Հիմա փառք Աստծո, կես բառից իրար հասկանում ենք։ Նշենք, որ Մաշ Իսրայելյանը վերջերս եղել էր Արմյուզի տաղավարում, որտեղ երգչուհին պատմեց, թե ինչպես է սկսում իր օրը։ Սկսում եմ միանշանակ իմ Աննայի ժպիտով, դա է ինձ երջանկացնում։ Արթնանում եմ, սուրճ ըմպում, զբոսանքի տանում Աննայիս, վերադառնում տուն, տունն ամբողջովին թափում է, ես հավաքում եմ, թափում է, ես հավաքում եմ։ Հետո պատրաստվում եմ ու գնում իմ գործերին։ Ինչպես է երգչուհին հասցնում, թե ընտանիք և թե աշխատանք։ Նա այդ մասին խոսեց։ Քանի որ ես մենակ եմ, ամեն ինչ անում եմ, որ ոչ աշխատանքը տուժի, ոչ էլ ընտանիքը։ Ինձ համար, սակայն, առաջին տեղում է միանշանակ ընտանիք ասվածը։ Ամուսնու աջակցությունը տանը և աշխատանքում։ Նշենք նաև, որ երգչուհու ամուսինը զբաղվում է իր պրոդյուսինգով։ Ինչպես են երկուսով համատեղում աշխատանքը և ընտանիքը և ինչպես են լեզու գտնում գործնական առումով։ Շատ հաճելի, շատ հեշտ։ Ես գոհ եմ։ Հիմնականում հեշտ ենք ընդհանուր հայտարարի գալիս։ Դե բնականաբար լինում են ինչ-որ տարաձայնություններ։ Լինում է, որ ինչ-որ բան իմ սրտով չի լինում, լինում է, որ իր սրտով չի լինում, բայց միասին խոսում ենք և իրար լեզու հասկանում։ Մեր երաժշտական ճաշակները չեմ կարող ասել, որ նման են, ոչ, տարբերվում են։ Երաժշտությունը ես եմ միանշանակ։ Ինչը կապված է երաժշտության հետ, դա իմն է։ Ինքը չի խառնվում այդ հարցերում։ Ես ոնց ընտրեմ։ Մնացած հարցերով արդեն նոր ինքն է։ Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Մաշ Իսրայելյանը հանրության դատին է հանձնել հնդկական մշակույթի մասին երգ։ Ինչպես է եղել երգի գաղափարը։ Սա Գարիկի պրոյեկտն է։ Նա է որոշել, որ պետք է երգեն ինձ հետ Ավոն Ադամյան և Հայկոն։ Ես մենակ չներկայացնեմ։ Տարիներ շարունակ նա ասում էր, որ ուզում է հնդկական պրոյեկտ։ Խոսում դրա մասին։ Ասում էր Մաշ, այս երգերը և երգում էր այն երգերը, որ կան տեսահոլովակում։ Ես չէի հավատում անկեղծ ասած պրոյեկտին, բայց արդարացված է և շատ գեղեցիկ բան ենք ստացել ու հետաքրքիր։ Ավոն և Հայկն էլ առաջարկը լավ ընդունեցին։ Ասեցին, որ մեզ հետ են և հոգով և սրտով։ Տեսահոլովակի մասին հնչել են նաև վատ կարծիքներ, թե ինչու ներկայացրեցին հնդկական մշակույթը։ Ինձ թվում է լինեի ես, թե մեկ ուրիշը քննադատողը քննադատելու է, և ինչ էլ անեմ մեկ է քննադատելու է։ Ես ինչքան էլ որ հատուկ չեմ կարդում, որպեսզի չնեղվեմ։ Ասեմ ինչու նեղվել բառն օգտագործեցի։ Գիտեք, հեռուստատեսությունից այն կողմ չի երևում, թե մենք այդ աշխատանքը ոնց ենք կատարում։ Եվ ինչ ջանք ու եռանդ ենք դնում այդ ամեն ինչի մեջ։ Ինչ չարչարանք։ Տեսահոլովակները, որ ստեղծվում են, այդ ժամանակը, որ մենք տրամադրում ենք, ներկայացնում ենք հանրությանը և սպասում ենք, որ պետք է այսպես ասված ոգեշնչում ստանանք, լավ խոսքեր ստանանք, բայց երբ թեկուզ մեկ վատ մեկնաբանություն տեսնում ենք, հաստատ բոլորս էլ մեր մեջ նեղվում ենք։ Դա տհաճ երևույթ է, երբ որ դու այդքան մեծ ահռելի աշխատանք ես կատարում։ Ես ունեմ տեսահոլովակ, Մոսկվայում նկարահանումներ ենք անում ամենացուրտ եղանակին։ Պատկերացրեք, ես էլ չէի զգում իմ մատները և մտքիս մեջ խնդրում էի Աստված ջան, թող շուտ ավարտվի, ես էլ չեմ դիմանում։
Արդեն արցունքներս գնում էին։ Շատ ծանր էր իրոք տեսահոլովակը, բայց երբ նայում են մի շնչի, կյանքում իրենց մտքով չի անցնի, որ այդպես է անցել նկարահանումները։ Ինձ թվում է, պետք է, եթե չես էլ սիրում, որովհետև տարբեր են մարդկանց ճաշակները, մեկը կարող է սիրել, մեկը կարող է չսիրել։ Ընդամենը պետք է անցնել առաջ, պետք չի մարդու այդքան արած աշխատանքը ջուրը գցել, պետք չէ, դա ճիշտ չէ։ Ես ունեմ իմ լսարանը, այսպես թե այնպես ինձ սիրում են։ Վատ մեկնաբանություններին ադեկվատ եմ վերաբերվում։ Մեկի համար դա կարող է լավը լինել, մյուսին վատը։ Ուղղակի չեմ հասկանում, թե ինչու են գրում վատ մեկնաբանություն։ Կարելի է թերթել և առաջ անցնել։ Թեկուզ եթե վատ մեկնաբանություն լինի, թող ադեկվատ լինի, ոչ թե վիրավորանք պարունակի։ Չնայած իմ բախտը բերել է, ինձ սիրում են և այսքան տարիների ընթացքում ես չեմ ստացել վիրավորանք պարունակող մեկնաբանություն։ Ինչի համար ուրախ եմ։ Ես հաճախ ունենում եմ նորություններ, որովհետև ինչպես խոսեցինք, ես ամուսնուս հետ համ ընտանեկան, համ գործնական հարաբերությունների մեջ եմ։ Մեր մոտ մի այսպիսի պայմանավորվածություն կա, որ պարտադիր 3 ամիսը մեկ հանրությանը ներկայացնելու ենք ինչ-որ նոր գործ։ Պատրաստվում եմ նոր տեսահոլովակի։ Շատ շուտով նկարահանումները կսկսենք։ Հոգնալ բալես։ Ջան։ 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 Давай гад։ Լավն է, շարունակեք։ Նորից։ Մենք տատիկի մոտ ով 95 տարեկան է, այնքան լավն է, հիմա դες ստա։ Տատի! Ջանի! Իմ սիրուն տատիկը! Տատի! Աղջի! Տատի! Եվ աղջի! Aman aşkım. Осик вульёвня. Татик бачик. Aman aşkım. Aşkımcığım. Ne kadar sana canım için. Հոգնալ բալես։ Ջան։ Ջան։ Ջան։